Ստեփանակերտի օդանավակայանի շենքի արդարման աշխատանքներն արդեն ավարտվել են եւ ներկայումս կատարվում են տեխնիկական հագեցվածության աշխատանքները։ Ինչպես նշում է Ստեփանակերտի օդանավակայանի օդային երթևեկության կառավարման գծով փոխտնօրեն Նորայր Սաֆարյանը, այս օրերին տեղադրվում են թռիչք-վայրիչքի ապահովման համար անհրաժեշտ սարքավորումները, լուսային համակարգի լրացուցիչ բաղադրամասերը եւ ուղեբեռի մշակման համակարգը, որոնք գերժամանակակից արտադրության սարքեր են։ Արդեն շահագործման է պատրաստ օդանավի թռիչքն ու վայրեջքը կարգավորող նորագույն սարքավորումներով հագեցած կենտրոնը, որը Նորայր Սաֆարյանի խոսքերով միակն է տարածաշրջանում։ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքն է, տարածքը բաժանված է գոտիների։ Ունենք 3 ճանապարհ Հայաստանից մոտենալու համար, որպեսզի սկսեն վայրեջքային ընթացքը։ Վայրեջքի ընթացքում կարգավարը հետևում է թե բարձրությունով գլիսադայա կոչվում, թե գլիսադայով, թե կուրսով, այսինքն աջ, թե ձախ գտնվող ինքնաթիռի վիճակ։ Եթե Զվարթնոց օդանավակայանից թռիչք է կատարվում դեպի Ստեփանակերտի օդանավակայան, մենք կարող ենք ամբողջ թռիչքը հետևել, սկսած Զվարթնոց օդանավակայանից մինչև Ստեփանակերտ օդանավակայան։ Ունենք արբանյակային համակարգ վայրեջքի համար, որը հանդիսանում է այսօրվա օրով տեխնիկայի վերջի ճիճը, աշխատում է 2 համաստեղությունով GPS եւ GPS plus GLONASS։ Այսօրվա օրով մենք հիմա կարող ենք մոնիտորի վրա տեսնել, որ 11 արբանյակ GPS-ից է հիմա աշխատում մեր համակարգի հետ եւ GLONASS plus GPS 16 արբանյակ։ Հնարավորություն է տալի շատ մեծ ճշտությամբ վայրեջք կատարել ինքնաթիռների։ Ոչ միայն օդանավակայանի, ամբողջ հանրապետության օդային տարածքի համար հանդիսանում է ամենակարևոր կետը։ Ինտենսիվ աշխատելու ենք պաշտպանության նախարարության, հակաօդային պաշտպանության եւ օդանավակայանում գտնվող զինվորական զորամասի հետ, որպեսզի անվտանգ սպասարկենք յուրաքանչյուր ինքնաթիռ։ Կլինի ինքնաթիռը վայրեջքով Ստեփանակերտ, թե կլինի մեր օդային տարածքով թռչող սարք։ Ընդհանուր սրահում աշխատանքները շուտով կսկսվեն, ինչպես տեսնում եք, տեխնիկան լրիվությամբ ձեռք է բերվել, մնում է տեղադրման աշխատանքները իրականացնել։ Աշխատանքային եռուզեռի մեջ ենք, ըստ հիմա Vanderland ընկերությունը, որը հոլանդական ընկերություն է, եւ մեզ ապահովում է ուղեբեռների ստացման համար սարքավորումներով, լենտերով, որը այս պայդրությամբ իդեպ նաև տեղադրվում է Զվարթնոց օդանավակայանի նոր մասնաշենքում։ Հետո սպասվում է այս ամենը մոտ 2 շաբաթվա ընթացքում ամբողջությամբ տեղադրված կլինի, շահագործման կհանձնվի, դրանից հետո սպասվում է արդեն ծրագրային ապահովման հարցերը։ Ծրագիրը մեզ տրամադրելու է Ultra Electronics ընկերությունը, որը այնպիսի հարմարեցված հաշվառման ծրագիր է, որը դեռևս Հայաստանի տարածքում չի օգտագործվում, ունի որոշակի առավելություններ։ Ստեփանակերտի օդանավակայանի տեխնիկական անվտանգությունն ամենաբարձրն է լինելու։ Օգտագործվելու են CRG 200 ինքնաթիռներ, դրանք իրենց դրսևորել են որպես ապահով ինքնաթիռներ։ Ստեփանակերտի օդանավակայանն արդեն իսկ հագեցած է ժամանակակից տեխնիկայով, մնում է այդ ամենը տեղավորել համապատասխան մասնագետների միջոցով։